Ինչ կան։ Ասեմ չես հավատա։ Դու ասես, արդեն ամեն ինչ հավատում եմ։ Այն Բորիսին գիտես ով է օգնում։ Սաքոն։ Ուրեմն այդ այդքան մեծացել է, հա։ Ապրածը դնեն դեմը կգնա կկախի իրան, գիտես չէ։ Շատ է գալի բոյմոյա կպնում, փողմող առնում ստե։ Ու հետևիցս խաղեր է տալի, նես խաղեր տամ, խաղեր տալը մոռանը վաշե։ Դու մի ներվայնացի։ Տղեկը տան դեմն են, հենց հելավ դուս իրան կզանգեն ինձի կասեն։ Հենա տես, խոսքի շարքերով կտրին տղեկը։ Հա Գուգո։ Ինչ։ Չէ, դուք մնացեք դեղ ես հեսա գալիս եմ։ Լավ։ Հա, ինչ կա։ Ավտոնա գարաժից հանում։ Գնամ բերեմ։ Հա, շտապ բեր մոտեր դրան։ Կարող եմ ատաղ անենք մի հատ։ Գնա բեր մոտես։ Ապես քեզ շոտիկի անենք, էլի, հա։ Լսա քո արիդ, ես քեզ ինչ եմ անելու։ Գոհար ջան, նորություններ կան։ Չէ, լիդ ոչ մի նորություն չկա։ Լավ չի, բա Լևոնը էլի դասի չգնաց։ Չէ, լիդ ջան դպրոց չգնաց։ Մի կողմից հասկանում եմ, որ Լևոնի դպրոց չգնալը սխալ է, բայց դե մյուս կողմից երեխու վիճակը հասկանում եմ ու պես վիճակում դժվար թե ինչ-որ բան ընկալի։ Ժամը 7:30 էր, մեկ էլ տեսնեմ տանից դուրս է գալիս։ Ոնց դուրս է գալի, ուր էր գնում։ Չգիտեմ, ասեց գնամ մի քիչ քայլեմ, էլ չեմ կարողանում տանը նստել։ Բարձը։ Լիդ, գործից հետո կգաս։ Հա իհարկե, էդ էլ հարց է։ Գիտես չէ, երեկոյան քննիչին տեսա, որ Ալբերտի գործով է զբաղվում։ Պարզվում է մեր կողքի շենքից է։ Հա։ Հա, ամեն անգամ այդ մարդուն, որ տեսնում եմ, նենց վատ հիշողություններ ա մեջս առաջանում, լարվում եմ։ Չնայած վատ մարդ չի։ Հա, ես հակառակ բան չասացի։ Գոհար ջան, դուրս կգաս մի քիչ քայլես կամ գաս ինձ մոտ խանութ։ Ինչի համար։ Դե որ մի քիչ ցրվես։ Այ Չելի ջան։ Համել Յուլիան տանն է։ Հեսա մի քիչ հետո երեխին կարթնանա։ Լևոնն էլ ուր որակը կգա։ Լավ Գոհար ջան, դե տես։ Բայց հենց որ զգաս, որ էլ չես դիմանում կամ խոսելու կարիք ունես, արի ինձ մոտ։ Լավ։ Լիջան, կարծեմ Յուլիան արթնացավ։ Հա, լավ, դե դու գնա, ես քեզ հետո էլի կզանգեմ։ Անպայման։ Երեխեք հեչ մեկդ Պետրոսյանին չեք զանգել, ինչ նորություն կա։ Ես զանգել եմ, ասաց, որ այսօր կգա։ Դպրոց։ Դու էլ ոչ ասացի ով, նկատի անեցի, որ Երևան կգա։ Բայց ինչի ես տենց ասում, լուր։ Պետրոսյանին չգիտես, որ կվերկենա ու հենց դպրոց կգա։ Հասետ ջան, ճիշտ ես ասում։ Պետրոսյանը հաստատ դպրոց կգա։ Որպես։ Որովհետև։ Մնաց լյովնուկ է կգա։ Միլեն, լյով այսօր կգա։ Լևոնին ես կզանգեմ։ Երեխեք լուրջ եմ ասում, Կարնը Լիլոյի վրա վատ է ազդել։ Նորից կատաղել է։ Երեխեք լուր ունեք Լևոնից։ Չեմ ջան, ոչ մի լուր։ Առավոտյան ես ու Սրան ուզում էին գնանք Լևոնի մոտ տենել։ Մտածեցինք քնած այլի չարթնացնենք, դրա համար չգնացինք։ Ավելի լավ կլինի մի քիչ սպասենք, լավ։ Ինչև այս ժամը վերջանա, ես կմեռնեմ։ Միլ ջան, սրանից հետո մենք մեզ պետք է ուրիշ կերպ պահենք։ Այսինքն, ինչ կերպ։ Այսինքն Սեթ ջան, տրամադրությունը փոխենք, հոր մասին քիչ հարցեր տանք։ Հասկացի, լարված է լովը, ինչքան հարցեր ես տալ, այդքան ավելի է լարվում։ Աշխատենք մեզ նենց պայենք, որ ամեն ինչ լավ է, այդ տղեն էլ մի քիչ կցրվի էլի։
Դե ուզում եմ Լավ, ասել։ հասկացա։ Ինչ եք ուզում ասել։ Բարև բոլորին։ Բարով եք գալով։ Ես դասական ոսորելի չկա, Եվ այդքան խնդրեցին, որ ոչ մեկ չուշանա, չէ՞։ Իսկ դու էլի ուշացել ես։ Ես մեղավոր չեմ, Վարդան Մամիկոնյանն է մեղավոր։ Ոնց որ դու լավ ես, հա։ Ես միշտ էլ լավ եմ։ Ինձ ինչ ա եղել որ մի օր էլ մենք լավ լինենք։ Էղի, բայց ինձնից հեռու։ Բայց քեզ ով մոտ եկավ Լիլիթ։ Լավն եք լրջացեք, հա։ Եկեք որոշենք, թե ինչ ենք անելու։ Երևի մոռացել եք, որ մեր դասղեկի հայրն է մահացել։ Էս կողմ։ Որ կողմ։ Էս։ Հանգստացի։ Ացիլ է դուրը։ Հեսա քեզ կմոտենան։ Դուրը դարձում եմ, ինչ ես պահել։ Տենց ա պետք, հանգիստ տեղդ նստի։ Վարդախեք, մի հատ եկեք որոշենք, թե ինչ ենք անում։ Որոշենք դուս ջան, սա ինչ են կենեն։ Ես մեծ լավ առաջարկ ունեմ։ Ինչ առաջարկ է։ Դե ասում եմ Պետրոսյան ծախսելու տեղ կունենա, փող հավաքենք տանք իրան։ Չէ, Գև, այդ մեկը չէ։ Բայց ինչի։ Որովհետև Պետրոսյան չի վերցնի, հետո էլ կնեղանա։ Ճիշտ ասում ինձ էլ այդ նման կնեղանա։ Հա, երեխեք, դրանում խոսք չկա, հաստատ կնեղանա։ Ուղղակի պետք է մի բան անենք, չգիտեմ, պիտի մտածվի։ Երեխեք, դե եկեք գնանք իրանց տուն, ծրարի մեջ գումար կդնենք, հետո դուրս գալուց կթողնենք սեղանին։ Բայց Դիլոս ճիշտ ասում, գիտեք։ Առանց սեփականաշնորհելու, հա, Գևորգ։ Լավ թող լինի Լիլիթը ճիշտ ասում։ Բայց մեծ սեի համար չարժի կռիվ անել Լիլիթ։ Այդ սեն կռիվ չէ Գև ջան։ Դիք բնավորություն է։ Ոնց որ երկարացնում ես, գիտես, երկուն էլ կովանես։ Բայց ոնց եմ ներվայն անում, որ մենք լուրջ բան ենք խոսում, սկսում եք իրան միս ուտել։ Հիմա դրա ժամանակն է։ Հա, էլի հիմա դրա ժամանակն է։ Լավ երեխեք, Լուսոն ճիշտ է ասում։ Պետրոսյանը որ գա, մենք իրան պետքա մենակ չթողնենք, ինքը այստեղ հարազատներ չունի։ Ճիշտ է, Սեյդ ջան, կգնանք իրանց տուն։ Բայց դե այսքանով։ Ճիշտ է, Սուր ջան, հոգազան անոց չի, մի երկու հոգով կգնանք։ Եկե Պետրոսյանը ստեղ է, ես մենսոն տեսա։ Լուրջ արեք, չես խափում։ Ինչի պետք է խափեմ։ Երեխեք, հիմա ինչ ենք անելու, ինչ ենք ասելու։ Լավ, նա կենտրոնացեք, ինչ ենք ասելու։ Երեխեք, կցավացնենք։ Չէ, հենց միտի դասարան բոլորս ոտքի կկանգնենք, այնքան ժամանակ միջև ինքասի նստեք։ Ճիշտ է, հետո ես ավոր մոդենամ կուծեք որ շատ կցավան բադատի համար, պես էլի։ Իմ կարծիքով պետք է մենակ Լուսինեն մոտենա, որովհետև չարժի ամենից առանձին մոտենան։ Լուսինեն կարա բոլորիս անունից խոսա։ Հա Լուժան, կասես, որ մենք միշտ իրա կողքին ենք ու շատ ենք ցավում։ Ու Լուժան, ասես, որ ամեն հարցով իրան կաջակցենք։